Բարի լույս սիրելիներս, խոսենք մեր հոգևոր ուրախության մասին։ Ինչ որ տեսանք եւ լսեցինք, պատմում ենք ձեզ, որպեսզի դուք էլ հաղորդակից լինեք նրան մեզ հետ, ինչպես որ մենք հաղորդություն ունենք Հոր հետ եւ նրա որդու Հիսուս Քրիստոսի հետ։ Եվ այս բանը գրում ենք ձեզ, որպեսզի ձեր ուրախությունը կատարյալ լինի։ Հովհաննես առաքյալն, բոլոր մյուս առաքյալները, սիրելիներ, ինչ որ գրեցին բոլոր ժամանակների համար, որպեսզի ամեն օր թարմ լինի այդ հաղորդության մասին պատմությունները։ Նրանք տեսան, զգացին, ապրեցին եւ ուզում են այդ հարաբերությունները մենք ունենանք։ Հիսուս իր երկրավոր կյանքի ընթացքում իր առաքյալներին ծանոթացեց Հոր հետ եւ նրանք հասկացան, թե ինչ ասել է Աստծո հետ հարաբերություն ունենալ։ Նույնպես առաքյալն ուզում է, որ մենք Հոր հետ հարաբերություն ունենք, այդ հարաբերության մեջ գտնենք մեր ուրախությունը։ Եվ որն է այդ հարաբերության կարևորությունը, ինչպես Հիսուս ինքն է ասում, ուզում եմ, որ դուք ճանաչեք Հորը ինչպես ճշմարիտ Աստված եւ Հիսուս Քրիստոսին, որ նա ուղարկեց։ Եվ Հիսուս, երբ որ մեր մեջ է, մենք այդ ուրախությունն ունենք։ Ինչու՞։ Մենք մի ժամանակ մահապարտ էինք, Հիսուս մեզ կյանք տվեց։ Մենք ստրուկ էինք, Հիսուս մեզ որդիներ դարձրեց։ Անեծքի տակ էինք, մեզ օրհնեց եւ խաղաղության մեջ հաստատեց, եւ այս կատարյալ ուրախությունը, որ տրվեց մեզ, դա գալիս է մեն Հորից։ Եվ այս կատարյալ ուրախության մեջ է, որ մարդը կարող է հասկանալ այս աշխարհի անցավոր լինելը, այս աշխարհի ժամանակավորի մեջ չպայքարել ճղճիմ ու փոքրոքի բաների համար, այլ ապրել հավիտենական կյանքի համար։ Եթե մենք փորձենք այս ուրախության մեջ ապրենք, ուրեմն Հիսուսի ուրախությունը մեր է կլինի։ Դրա համար նաև Պողոս առաքյալն ասում, դարձյալ եմ ասում, ուրախ եղեք։ Ինչու՞։ Այս հոգեոր ուրախությունը քեզ թույլ է տալիս խորելու, մտածելու հավիտենական կյանքի մասին։ Եվ հավիտենական կյանքի մասին մտածելով է, որ քո մեջ կային ուրախությունը, որ այս աշխարհի բոլոր նեղությունները, չարչարանքները, դժվարությունները ժամանակավոր են համեմատելով գալիքի հետ։ Այն ինչ որ մենք պիտի ստանանք, համեմատելի չէ այս աշխարհի հետ։ Մենք այսօր շատ քաջ բաներից ենք ուրախանում, որովհետև մեր կյանքի մեջ չի կարող այս երկրավոր ուրախությունը լավը լինել, լիաթոք լինել։ Իսկ երբ որ կա հոգի ուրախությունը, մեր բոլոր մեղքերը, մեր բոլոր նեղությունները, դժվարությունները մենք հաղթահարում ենք, որովհետև Հայրը մեր մեջ է, մենք Հոր մեջ։